Պարոն Բագրատյան, Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու գործընթացը ձեր կարծիքով ինչ ունով պետք է տանել, որպեսզի արդյունք լինի, եւ տարբերակներից մեկը հենց իմպիչմենտն է, արդյոք սրան պետք է փողոցային պայքարը զուգորդի։ Իմպիչմենտի հարցով լավ կլինի հարցնեք Հանրապետական կուսակցությանը, Հայկ Մամեդյանին, որոնք կազմակերպել են այս լսումները, եւ ես կարծում եմ, որ այո, փողոցային պայքարը կարող է լինել։ Նիկոլ Փաշինյանը մշտապես հայտարարում է, որ ժողովուրդը եթե ցանկանա, ինձ կարող է հեռացնել։ Ինչ է ակնկալում։ Սա հերթական մանիպուլյացիոն հայտարարություն է, պարոն Բագրատյան, նրա կողմից։ Թե դուք լավ գիտեք, որ այդպես կարող է հայտարարել, հետո լրիվ մի ուրիշ բան անել։ Բայց ընդհանուր առմամբ ժողովրդի ցասումը ոչ ոք չի կարող զսպել։ Եվ այսօրվա լսումների նպատակն է բացատրել ինչու։ Եվ ես կարծում եմ, ակնկալում եմ հետաքրքիր բանավեճ, հետաքրքիր ելույթներ եմ ուզում լսել, որը բնականաբար նաև կփոխացվի ժողովրդին։ Պարոն Բագրատյան, այսինքն 44-օրյա պատերազմից հետո արդեն անցել է 5 տարի։ Մինչև այժմ ժողովրդին լավ չեմ բացատրել, թե Չէ։ Չեմ բացատրել։ Ձեզ էլ չեմ բացատրել։ Օրինակ դուք գիտեք, որ Մեղրին զիջելը շատ ավելի սարսափելի հետևանքներ է ունենալու, քան թե Արցախը։ Գիտեք։ Չէ, անկեղծորեն ինձ ասեք, գիտեք։ Մտածել եք այդպիսի բան, ձեր մտքով անցել է։ Մենք չի կարծում չեք հասկանում։ Հա? Իմ մտքով անցել։ Շատ լավ է։ Տեսեք, ոչ բոլորի մտքով է անցել։ Ու դա շատ ավելի սարսափելի բան է։ Այսինքն ես չեմ ուզում ասեմ, մի թեթև բան է Արցախական բան, բայց հետևանքների առումով սարսափելի բան է։ Պարոն Բագրատյան, դուք այսօր ելույթ ունենալու եք, թե միայն լսում։ Չգիտեմ, նախ կնստեմ, կլսեմ, հետո կցմբռնեմ խոսք ունեմ ասել եք, թե չէ, թե ավելորդ տեղը ժամանակ չխլեմ։ Պարոն Բագրատյան, երեք նաև Ալիևն էր խոսում, հա, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքից, նա հենց այդպես է բնորոշում Թրամփի ուղին Սյունիքով։ Հիմա Թրամփի ուղի չկա, այդտեղ կա Ադրբեջանի միջանցք։ Ժամանակն է դա հասկանաք։ Հայկական Մեղրիի կարգավիճակի վերաբերյալ Ադրբեջանի ստորագրությունը կա թղթի տակ, օգոստոսի 8-ի թղթի տակ։ Դուք հասկանում եք, վաղը եթե նույնիսկ Ամերիկան ասի, ես չեմ ուզում թող կաստեղ Ալիևն ասելով Հայաստան, նույնիսկ եթե Ամերիկան գնում է, այդ հողը քոնը չէ, 100%-ով դու չես թիրապետում այդ հողը։ Եթե ուզում ես ձեր անունն ի՞նչ է։ Զվարթ։ Եթե Զվարթ ուզում է գնա այնտեղ միտում կառուցի, թող գա Ադրբեջանից թույլտվություն ստանա։ Եվ պարոն Բագրատյան, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է 4-րդ հանրապետության հաստատման մասին, որի ռազմավարությունն է համարում, հա, ՔՊ-ի այդ համագումարից հետո հայտարարեցին, որ դա իրենց առաջնահերթ ռազմավարությունն է, պետք է 4-րդ հանրապետություն հաստատել։ Ձեզ համար հասկանալի է սա ինչ։ Չէ, իհարկե չէ։ Մի 2 տարի առաջ Արմեն Սարգսյանն էր ասում 4-րդ հանրապետություն։ Վաղը Խաչատրյանը կարծեմ չեմ հիշում, բայց կարծեմ նա մի օր ասաց 5-րդ հանրապետություն։ Այդ բոլորը ցույց է տալի, որ այդ մարդիկ թվաբանությունից համենայնդրս մինչև 5-ը լավ հաշվում են։